Այս անգամ հերոսս էս կանաչ պայուսակն է, որի վերջնական տարբերակը կտեսնեք ամենավերջում։ Ուզում էի այս ծղոտից պայուսակը, որը որ թեմուից եմ արել, անալոգ անեի ինչ-որ ուրիշ ֆորմայով, ուրիշ ձևի պայուսակ, որի մեջ էլի կտեղավորվեն նույն բաները, դաժե ավելի շատ։ Մի խոսքով, այս հելա ավելացել էր մամայի համար պայուսակի պրոյեկտիցս, որը որ մամայի տենց ցանկություններով գործել էի։ Իրականում իմ համար էի գործում, տեսավ շատ հավանեց, որոշեցի իր խաթյալ կեքա մեջ ավելացնեմ ու տամ իրան։ Մի քանի տարբերակ ունեի, բոլորը փորձեցի, բոլորը չէ, մի քանիսը փորձեցի, չհավանեցի ու սկսեցի մտածել, թե ինչ կարամ անեմ, YouTube-ը բացեցի, թերթում էի ու տեսա այս միշոջիկ պայուսակը շատ հավանեցի։ Կիսետա կարծեմ անունը։ Ոտենց այդ աղջկա թոթորիալը ամբողջությամբ կրկնել եմ նույն հաշվարկներով, նույն ամեն ինչը։ Ռաֆիայով վերանում, իսկ ես անում էի պոլիէֆիրային շնուրով։ Դրա պատճառով իմը ավելի փոքր է եղել, քան իրանը։ Կարևոր կետ, քանի որ Ռաֆիան ավելի ցքերը մեծ էր լինում, հավանաբար ինքը մեծ համարի հելունով էր գործել, ես տենց լավ խիտ եմ գործել, ինքը սենց պլոտնի է։ Անցքերի հատվածը ավելի լայն էր վիզուալ ու երևի դրա համար այդ այկորդով որ արել էր ավելի տենց սահուն էր։ Իմ դեպքում այդ սահուն չէր։ Երկու շաբաթ էքսպլուատացիայից հետո որոշեցի, որ պետքա օդային պետլյաներով իրան անեմ։ Ծայրի մասը ավելացրեցի կիստիճկեք, շատ քյութ էր, շատ հավես էր։ Իսկ սկզբանե հենց ուզում էի բախրամա անեի ու կիստիճկեք։ Քանի որ սովորական թելի ժամանակ եթե ծայրի մասը կտրում էի, ինքը ոչ մի ձև չէր քանդվում այդ թելի հենց գործվածքը։ Պոլիէֆիրային շնուրը ինքը հենց հյուսվածք է, ու այդ հյուսվածքը քանդվում էր ու քանդվում էր շատ անդուր իմ համար ձևով։ Քանի որ մտքիս եկել էր, որ ուզում եմ բախրամյա ստիճկեք, ուրեմն պետք է լիներ բախրամյա ստիճկեք ու տածեցի թալուծում, ուղղակի ծայրի մասերը պետք էր կրակերիչով այրել։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, բայ։